Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, այսօր երկու կարևորագույն լուր ստացվեց։ Նախ վարչապետը հայտարարեց, որ 2026 թվականի հունվարից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարվանից կդառնա 1.5 տարի։ Սա երկար ժամանակ քննարկված բարեփոխում է եւ մի կողմից մեր քաղաքական ուժի նախընտրական խոստման իրականացումն է, մյուս կողմից կառավարության այս մասով, ծրագրի այս մասով իրականացումը։ Մյուս կարևորագույն լուրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստացի հաստատված խաղաղության ուղղությամբ մի էական գործնական առաջընթաց, այն է, Ադրբեջանը հայտարարել է, որ վերացնում է Հայաստան-Բեռների տարանցման սահմանափակումները։ Սա կարևոր գործնական քայլ է տարածաշրջանային ապաշրջափակման ուղղությամբ եւ նաեւ ոչ պակաս կարևոր քայլ երկու պետությունների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։ Եվ այս ամենի ֆոնին հայրենի ընդդիմությունը քաղաքական բովանդակապես սնանկ ընդդիմությունը, կյանքից 0 դաս քաղած ընդդիմությունը, իմ գործընկեր Հայկ Կոնջորյանի հրաշալի ձևակերպած Ժիգուլի ընդդիմությունը նորից նույն երգն է երգում եւ հուշակեք սիրելի քաղաքացիներ, ինչ բառերով ասկսվում այդ երգը, իհարկե ազգային։ Ազգային ճգնաժամի ու կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծ էր օրակարգ բերել հայրենի ընդդիմությունը։ Իհարկե օրակարգը հայտարարությունը տապալվեց, բայց պատկերացրեք, վարդանիկ ծնած, քաղաքական առումով վարդանիկ ծնած մարդիկ խոսում են կառավարման ձախողման մասին։ Հայաստանը օրեցօր իրականացնում է խաղաղության ամրապնդման, մեր պետության անկախության հարատևման, մեր տնտեսության զարգացման օրակարգը։ Եվ այս ամենին ընդդիմությունը ունի այլընտրանք, որը եթե պարզ ձևակերպենք հետևյալն է։ Տվեք մեզ իշխանություն, եւ մենք խոստանում ենք ամենալալահառաջ երկերի ներքո շարունակել լափել ձեր փողերը, ձեր ու ձեր երեխաների ապագան, վերացնել ու նվիրաբերել Հայաստանի անկախությունը։ Խորհրդարանական Ժիգուլի ընդդիմություն չի լինելու դա, իսկ լինելու է խաղաղություն եւ մարգավաճում։ Շնորհակալություն։